Շարունակվում է առավոտ լսոյի ընթացքը, սիրելի հեռուստադիտողներ, մենք աշխատում ենք ուղիղ եթերում, բայց ամեն հաջորդ վայրկյանը նախորդը դարձնում է արխիվային մի իրադարձություն ու փաստ։ Եվ հիմա մենք ունենք հնարավորություն խոսելու մի հսկայական արխիվ ունեցող կառույցի մասին, որը հաջորդ տարի հոբելյանական իր ծնունդն է տոնելու, բայց մինչ այդ բուռն գործունեություն են ծավալում աշխատակիցները, որպեսզի հանրային ռադիոյի արխիվը վերածնվի։ Իսկ ինչ աշխատանքներ են տարվում այս ընթացքում, կիմանանք հանրային ռադիոյի արխիվի տնօրեն Արթուր Իսպիրյանից։ Ողջույն։ Բարի լույս։ Պարոն Իսպիրյան, ինչպես եւ երբ ծնվեց հանրային ռադիոյի արխիվի թվայնացման եւ վերականգնողական այդ նախաձեռնությունը եւ որն էր այն հիմնական շարժառիթը դրան հասնելու համար։ 2017 թվականից մենք սկսել ենք արխիվացման գործընթացը, ավելի ճիշտ 2017 թվականից սկսել ենք ձեռք բերել տեխնիկան, որով կարողանանք որակյալ արխիվացնել մեր հանրային ռադիոյի գանձերը, ոսկե արխիվը հիմնականում, որովհետև արխիվը մեր ամենահին արխիվային ձայնագրությունը 37-38 թվականի ձայնագրություններ են, որը գիտեք, դրանք մագնիսական ժապավեններ են եւ ունեն ժամկետ եւ լավ չպահպանման դեպքում դրանք կարող են վերանալ ընդհանրապես մենք կորցնենք այդ ամեն ինչ որ ունենք, քանի որ չկա որևէ արխիվ, որը ունենա դրա կրկնօրինակը։ Շատ հնարավոր է, որ լինի Մոսկվայում, որովհետեւ միշտ էլ փոխանակվել են արխիվներով, մենք այնտեղից ենք ստացել արխիվներ եւ մենք էլ իրանց ենք նաեւ տվել արխիվներ։ Սկսեցինք 2017 թվականից եւ բարեբախտաբար շվեյցարական մեծ կազմակերպություն կա Revok Studer ֆիրմայի, որոնք Շվեյցարիայի դեսպանի օգնությամբ, երբ որ հրավիրեցինք հանրային ռադիո, եկան եւ տեսան այդ թվայնացման տեխնիկան, որը շվեյցարական է իմիջիալոց եւ հրավիրեցին մասնագետներ, վերականգնեցին առաջին հերթին վերականգնեցին այդ թվայնացման տեխնիկան, որպեսզի լավ որակով թվայնացվի եւ այդ թվականներին նաեւ ստեղծվեց մեր հանրային ռադիոյի հրաշալի եւ միակ ձայնագրման ստուդիան, որը մինչեւ հիմա այդ օրվանից սկսած ձայնագրություններ է անում, շատ որակյալ ու ստեղծում են նոր արխիվ, կարծես։ Ու ստեղծում են նոր արխիվ, որը շատ կարևոր է, որպեսզի արխիվը աճի, զարգանա եւ շատանա մեր հանրային ռադիոյի արխիվը եւ փոխանցենք սերունդներին։ Այս տարիների ընթացքում բավականին ակտիվ աշխատանքների եւ նվիրյալ մարդկանց շնորհիվ հանրային ռադիոյի արխիվի թվայնացման գործընթացը կարծես բավականին լավ տեմպերով առաջ է գնում։ Մեր այս պահի տվյալներով կա 25000 ձայնագրություն, որոնք արդեն թվայնացված են, եթե ավելին է արդեն թիվը, կարող ենք մի փոքր պատմել ինչպես է այդ աշխատանքը տեղի ունենում, վերականգնվում է, թվայնացվում եւ որտեղ է որ մեզ հասանելի է դառնում։ Այո, 25000 դա մոտավոր թիվն է, որովհետև գնալով ավելի աճում է մեր ձայնագրությունների քանակը, քանի որ 90-ական, 91-2 թվականներին շատ երաժիշտներ, կոմպոզիտորներ այդ արխիվները տարել են իրենց տուն, մտածելով, որ կարող է լավ չպահպանվել, գիտեք, մութ եւ տարիներին, ցուրտ տարիներին, շատ կոմպոզիտորներ իրենց արխիվը տարել են տուն, հիմա օրինական, թե չօրինական, բայց տարել են տուն, հիմա տեսնելով, որ մենք այսպեսի լավ գործողություններ ենք անում եւ թվայնացնում ենք ու պահպանում ենք, նրանք իրենց սերունդների միջոցով, թորնիկների եւ երեխաների միջոցով վերադարձնում են արխիվը մեզ եւ մենք նորից թվայնացնում ենք ու շատ հետաքրքիր նյութեր ենք հայտնաբերում։ Կան շատ արխիվներ հետաքրքիր, օրինակ կոմպոզիտորների միության արխիվը ֆանտաստիկ արխիվ է, որը սա ավարտելուց հետո երևի կհամագործակցենք, Գիտությունների ակադեմիայում կա արխիվ պատմության մեր ինստիտուտում, շատ արխիվներ կան, որ մենք պատրաստ ենք դրանք թվայնացնել եւ ստեղծել մի ընդհանուր մեր հայկական պատմական արխիվների մի ցանց եւ ասեմ, որ ես այդ թիվը, որ 25000 ասում եք,
գնալով շատանում եւ մյուս տարի, քանի որ հանրային ռադիոյի 100-ամյակն է, մենք մտածում ենք ավարտել թվայնացման process-ը, այնինչ որ ունենք, կավարտենք, բայց դա չի նշանակում, որ վերջ, որովհետեւ ես նույնիսկ Միացյալ Նահանգներից արխիվներ եմ ստանում։ 2-3 տարի առաջ ստացանք մի մեծ արխիվ ցեղասպանության վերապրածների արխիվ փոքրիկ կասետաների վրա մոտավորապես 900 ժամ ձայնագրություններով դարձել ենք թվայնացել։ Այսինքն թվայնացման process-ի ընթացքում այնքան շատ սյուրպրիզներ են լինում, այնքան շատ հետաքրքիր նյութեր են մեզ մոտ գալիս, որ դա ուղղակի հաճույք է թվայնացնելը եւ արխիվացնելը։ Ուղղակի կարող ենք ասել, որ 100-ամյակին ընթരാճ այս հատվածը աշխատանքների կամփոփվի, բայց արխիվացման այս գործընթացը անդադար շարունակական է լինելու եւ հետաքրքիր է այսօր ստուդիան, որն ունի հանրային ռադիոն եւ որտեղ ձայնագրություններ են անդադար, այդ ձայնագրությունները նաեւ անմիջապես թվայնացվում են եւ հասանելի են մարդկանց, թե դրանք էլ իրենց հերթին են սպասում։ Չէ, այն ինչ որ ձայնագրվում է ստուդիայում, մենք ունենք խումբ հանրային ռադիոյում, ովքեր այդ խմբով տեսնում ենք, թե ձայնագրությունները պետքա ֆոնդավորվեն, թե չֆոնդավորվեն։ Եվ շատ հետաքրքիր հիմնականում դասական, ջազային եւ ժողովրդական երաժշտություն ֆոնդավորվում է դա, թվայնացման կարիք չկա, որովհետեւ դրանք թվային են, ուղղակի տեղադրվում է մեր կայքում։ Ամեն ինչ միանգամից է լինում։ Ամեն ինչ միանգամից է լինում եւ շատ որակով։ Եվ դա բաց է, կարող են բոլորը լսել։ Հիանալի է։ Այսինքն բաց հարթակ է լինելու, որտեղ կարող են բոլորը գալ։ Բաց հարթակը 18 թվականից մենք ունենք այս հավելվածը եւ վեբսայթը, որ մարդիկ կարողանում, ճիշտ է, ամեն օր նորություններ ենք մենք դնում, թվայնացրած նորությունները մենք տեղադրում ենք այնտեղ, բայց 17 թվականից օրինակ առաջի ձայնագրությունը ստուդիայում ձայնագրվեց առաջի հենց ձայնագրությունը մեր օրհներկն էր։ Շատ նաև սիմվոլիկ է եղել։ Սիմվոլիկ է եղել։ Այդ նորաստեղ ստուդիայում ձայնագրեցինք օրհներկ։ Կա ձեզ համար առանձնահատուկ մի ձայնագրություն կամ այդպիսի մի շարք, որը որ դուք առանձնահատուկ կերպով եք առաջ գալիս դրան, կա այդպիսի ձայնագրություն։ Ճիշտն ասած շատ դժվար հարց եք տալիս, որովհետև այնտեղ մեր հանրային ռադիոյի արխիվը մենակ երաժշտություն չէ, այնտեղ եւ ռադիոթատրոններ են եւ այնտեղ հարցազրույցներ են մեր մեծերի հետ եւ մանկական հաղորդումներ են, ամեն ինչ որ մեր հանրությունը լսում է ռադիոյով եւ լսել է սկսած 30-ական թվականներից հանրային ռադիոյով մեր մոտ տեղադրվում է։ Միայն չենք կենտրոնանում երաժշտության վրա։ Բայց ամենաշատ ինձ հոգեհարազատը դա կինո երաժշտությունն է, որը ես շատ եմ սիրում եւ այնքան ֆիլմերի, կարճամետրաժ ֆիլմերի երաժշտություն կա մեզ մոտ, որ ուղղակի չգիտենք այդ ֆիլմերի մասին, կարող է գոյություն չունի, բայց այդ երաժշտությունը կա մեր մոտ։ Կինո երաժշտությունը իմ ամենասիրելի երաժշտությունը, քանի որ շատ անգամ մենք կինոն հիշում ենք երաժշտությամբ։ Իրականում այս մեծ հնարավորությունը, որը ընձեռնված է յուրաքանչյուր հայի, բացահայտելու նաև մեր մշակույթը, այս քանի որ նշեցիք ոչ միայն երաժշտությունները, հեռուստաթատրոններն են, ռադիոթատրոններն են, այլ նաև հաղորդումներ, որոնք ձայնագրված եւ պահպանված են, բայց զրույցից առաջ խոսում էինք այն արտիստների մասին, այն մարդկանց մասին լեգենդար, որոնցից կարծես ամենաշատ ձայնագրությունները կան պահպանված այս պահի դրությամբ, եւ այդ ձայնագրությունների թվայնացման ընթացքը դարձել է նաև պատճառ շատ գաղտնիքներ բացահայտելու։ Կհիշեք ամենազարմանալի պատմությունը, որ ձեզ համար բացահայտել եք այս ընթացքում, որն է եղել։ Շատ արխիվ ունեցող մեզ մոտ ձայնագրություններ արվածը դա Մելիք Մավիսակալյանի գործիքավորումներն են։
էստրադային մեր հանրային ռադիոհեռուստատեսության սիմֆոնիկ օրկեստրով, որը 1200-ի է հասնում, դեռ աճում է, դեռ չեմ կարող ասեմ կմնա 1200-ի, թե ավելի կաճի։ Դա մենակ ռադիոյի մասին եմ խոսում, հեռուստատեսության մասին չեմ խոսում, որովհետև չգիտեմ ինչքան արխիվ ունեն իրանք այստեղ։ Ռուբեն Մաթևոսյանը ունի հզոր արխիվ, Օֆելիա Համբարձումյան, Ռաիսա Մկրտչյան, մի խոսքով մեր մեծերը մեծ գործ են արել ու մեծ ժառանգություն են թողել մեզ եւ օգտվելով առիթից ես ուզում եմ այսօր մենք արդեն շնորհավորել ենք Վալոդյա Աբաջյանի ծննդյան օրն է եւ նաեւ մեր շատ բոլորի կողմից սիրված բանաստեղծ գրող Եղիշե Չարենցի հիշատակի օրն է։ Ես ավարտել եմ Եղիշե Չարենցի դպրոցը եւ շատ հիշողություններ կան կապված դպրոցի հետ։ Ամենավառ հիշողությունը այն էր, որ Վիլյամ Սարոյանը այցելեց դպրոց եւ ես նրան տեսել եմ եւ նույնիսկ նրա համար ելույթ եմ ունեցել։ Դա էլ է արխիվային նյութ։ Պարոն Իսպիրյան, իսկապես մենք էլ առիթն օգտագործելով պետք է շնորհակալություն հայտնենք առաջին հերթին որպես հայ բոլոր այն նվիրյալներին, որոնք կանգնած են այս աշխատանքի թիկունքում եւ հենց նրանց աշխատանքի նվիրված գործի շնորհիվ է, որ մենք ունենք հիմա պահպանված այս արխիվը, որը հասանելի է աշխարհի ամենատարբեր անկյուններից եւ մենք կարող ենք բազմաթիվ բացահայտումներ ունենալ հետևելով, լսելով այս պատմություններն ու երգերը։ Շնորհակալ ենք անչափ։ Շնորհակալ ենք ձեզ։ Ես եմ շնորհակալ, ես ուզում եմ մի բան ավելացնեմ, 100-ամյակին ընթառաջ մենք վինիլային ձայնագրություն ենք թողարկում, նվիրված հանրային ռադիոյի լավագույն հավաքածուն է այնտեղ լինելու, բոլոր մեր մեծ կոմպոզիտորների երաժշտությունը, երգերը Հայաստանի մասին։ Հիանալի, ես արդեն կարծում եմ, որ մեր հեռուստադիտողները սկսելու են զանգահարել ռադիո հերթագրվելու համար, որ ձեռք բերեն այդ վինիլները, նորությունները դեռ շատ են լինելու, իսկ մենք կլուսաբանենք ամեն բան, շնորհակալ ենք։ Իսկ մենք շարունակում ենք, սիրելի հեռուստադիտողներ։